Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 14։ Քո հոգսը գցիր Տիրոջ վրա և նա խնամք կտանի քեզ համար, նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։ Սաղմոս 55-րդ գլուխ 22-րդ խոսք։ Քո ծանր բեռը գլորիր ամենակարողի վրա, այդ բեռը, որ կրում ես, ճնշում է քեզ, բայց երբ Տերը վերցնի այն, նրա համար այն ոչինչ կլինի։ Իսկ եթե դեռևս կոչված ես շարունակելու կրել այն, նա կպահի և կզորացնի քեզ։ Այդ ժամանակ բեռը կլինի նրա վրա, ոչ թե քո։ Նա այնպես կաջակցի քեզ, որ այդ բեռը իսկ օրհնություն կդառնա քեզ համար։ Ներգրավիր Տիրոջը քո այս իրավիճակում և դու հաստատուն կկանգնես այն բանի տակ, որը եթե մենակ լինեիր, անպայման կխոնարհեցներ քեզ ու ծնկի կբերեր։ Մեր ամենամեծ վախն այն է, որ փորձությունը մեզ չշեղի ճշմարտության ճանապարհից, սակայն Տերը երբեք թույլ չի տա, որ դա տեղի ունենա։ Եթե նրա առաջ արդար ենք, նա չի հանդուրժի, որ մեր նեղությունը մեզ հեռացնի մեր հաստատուն դիրքից։ Հիսուս Քրիստոսում նա ընդունում է մեզ որպես արդարներ և Հիսուս Քրիստոսում էլ կպահի մեզ այդպիսին։ Իսկ այժմ ինչպե՞ս ես, թանկագին բարեկամ։ Միթե պատրաստվում ես այսօրվա փորձությունը միայնակ դիմավորել։ Միթե քո տկար ուսերը կրկին պիտի քերվեն ու ցավեն այդ ճնշող բեռի ծանրությունից։ Այդքան անմիտ մի եղիր։ Քո ամբողջ վիշտը պատմիր Տիրոջը և թող այն նրա մոտ։ Մի գցիր բեռդ, որ հետո նորից վերցնես այն, այլ ամբողջովին գլորիր այն Տիրոջ վրա և թող այնտեղ մնա։ Այն ժամ դու ազատ ու ընդարձակ կքայլես, որպես ուրախ և բեռից ազատված հավատացյալ, օրհնելով ու գովաբանելով քո մեծ բեռնակրին, որ իր վրա է վերցնում քո տված բեռները։